Հարցադրում է հնչել, թե որ եղանակով եք պատրաստում իրականացնել իշխանափոխություն հրաժարականի պահանջով, թե impeachment-ով։ Ունեք հարցի պատասխան։ Այո, ունեմ։ Ինչպես։ Ուրեմն ասում են պատմություն կա։ Երբ ասում են հարցերի պատասխաններն ունես, ասում են այո։ Եվ ասում են ինչ են դրանք, ասում են դրանց մի մասը երբեմն չպատասխանելն է։ Դա էլ է պատասխան։ Այսօր կարիք չկա դրա մասին, խոսել են էլ հրապարակային։ Սրբազան հայր, ամեն դեպքում ունեք օրակարգ, որը քննարկվում է այս պահին քաղաքական ուժերի հետ եւ որ ուժերի հետ։ Քննարկվում է, քննարկվել է։ Որ ուժերի հետ։ Գրեթե բոլոր։ Գրեթե բոլոր։ Այս անգամ հաշվի կառնվել նախորդի վարված այսպես սխալները, որոնք հանրության տարբեր շրջանակների գուցե մատնեցին ապաթիայի։ Չեմ կարծում ապաթիայի են մատնել, որովհետև ներողություն։ Հատկապես վերջին շրջանի մեր բոլոր հանդիպումները, որոնք նաև մարդկանց սեփական նախաձեռնությամբ են մի մասը տեղի ունենում, այդ զգացումը վերացնում է, այսինքն ապաթիայի մեջ գտնվող ժողովուրդ ես չեմ տեսնում։ Կան մարդիկ, որոնք հուսախաբված են, կան մարդիկ, որոնք ելքեր չեն գտնում, կան մարդիկ, որոնք ակնկալիքները շատ մեծ են, չեն տեղի ունեցել, կան էլ մարդիկ, որոնք համառորեն պայքարի մեջ են։ Ամեն դեպքում սպասել 2026-ի ընտրություններին, թե դուրս գալ փողոց։ Այս մեկը կասեմ, Զարուհի ջան, որ մեզ համար ընտրությունների գնալու կամ ընտրությունների մասնակցելու կամ ընտրությունների հետ որևէ կերպով առնչվելու հարց չկա, գոյություն չունի։ Մենք հավատում ենք եւ անցյալ օրը հրապարակային էլ եմ հարցրել, մոտեցման հարցը սա։ Հիմա սա այս ամեն ինչի որ տեղի ունեն մեր երկրում, պարզապես քաղաքական գործընթացներ են, թե ազգային ազատագրական պայքար։ Այս հարցի պատասխանը, եթե ամեն քաղաքական միավոր կամ անհատ ինքն իրեն տա եւ պատասխանը գտնի, ինքն էլ այդպիսի վերաբերմունք ունենա։ Հետևաբար այստեղ ընտրությունների, չընտրությունների հարց չկա, մանավանդ մեր մտքով որևէ կերպով չի անցնում դա, եւ մինչեւ 2026 թվականը պլաններ անելու խնդիր չկա։